Ադրբեջանական լրատվական միջոցներից հատեղս մենք տեղեկացանք ռազմաքաղաքական ղեկավարության Արցախի վերաբերյալ ընթացող շինցու գործով, որ Դավիթ Մանուկյանը, Դավիթ Բաբայանը, Ռուբեն Վարդանյանը միջնորդություն են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, Արադ Միրզոյանին, Անդրեյ Կասպուշչիկին որպես վկա հարցաքննելու մասով, որքանով կարևոր նրանց ցուցմունքներ այս շինցու գործով եւ ինչ մեսիջ է պարունակում մեր այնտեղ ազատազրկված բանդակների հավաքած միջնորդությունը, որը չբավարարվեց եւ բավարարվելու դեպքում ինչ մեխանիզմներ կային հնարավոր է օրինակ Նիկոլ Փաշինյանը կամ Միրզոյանը հրաժարվեն ցուցմունք տալ եւ Ես մարդու իրավունքների տեսանկյունից մեկնաբանեմ, իսկ արդեն գործի հանգամանքները կթողնեմ Տիկին Սահակյանը մեկնաբանի։ Սա մեզ համար ամենակարևորը այդ ամենում այն էր արձանագրել, որ պաշտպանության իրավունքը չի իրացվում։ Այսինքն ցանկացած վկա, անկախ նրանից թե վկան ով է, երբ որ միջնորդությունը ներկայացում, որպեսզի վերջապես գոնե պաշտպանության օգտին ենթադրաբար, ասենք ինչ-որ ցուցմունք տան, փաստորեն Ադրբեջանի դատարանը մերժել է ընդ որում, եթե ես ճիշտ եմ հասկանում, մերժել է այն պատերվակով, որ դատավարության այն փուլում, երբ որ դուք միջնորդություն պետք է հայտնեիք վկաների մասին, իսկ սկզբնական փուլում չեք հայտնել, ընթացքում անկախ զարգացումներից այլևս դուք աշխատված եք քո նախնական ինչ-որ պատկերացրած մարտավարությամբ, որը որ հանրային պաշտպանների ներգրավման հատկապես համատեքստում առաջինչ է, ել նշենք, որ հանրային պաշտպանի ինստիտուտը Ադրբեջանում ընդհանուր առմամբ շատ վատ է աշխատում եւ չի ապահովում պաշտպանություն, իսկ հայերի դեպքում էլ ավելի ու դա բազմիցս արձանագրել ենք, այդ նաև վերադարձած գերիների հետ հարցազրույցներից ենթադրելով։ Իսկ բովանդակայինն է եթե տեսեք, ես այստեղ ավելի տակտիկական հարց եմ տեսնում եւ չեմ կարծում, որ միջնորդություն անելիս ակնկալիք են ունեցել, որ միջնորդությունը բավարարվելու է կամ բավարարված միջնորդության հիման վրա փաստացի հարցաքննություն իրականացվելու է եւ այստեղ ավելի հռետորական բնույթ ուներ այդ միջնորդությունը հետեւյալ կոնտեքստում նշված անձինք մեղադրվում են այնպիսի օրինական գործողությունների համար, որը կապված է եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պաշտոն զբաղեցնելու եւ պաշտոնի օժով ex officio գործողություններ իրականացնելու հետ։ Այսինքն ինքնուրույն այլ արարքներ նշված անձանց չեն վերագրում, որ օրինակ այս պահին այստեղում խուլիգանություն են արել, այլ վայրում մարդ են սպանել, կամ կա առանձին հանցավոր խումբ, որոնց հետ ձեռնարկել են տարբեր քայլեր։ Ինքնին Արցախի պետաիշխանական, իշխանություն կրող պետական միավորների գործունեությունը որակում են որպես ահաբեկչություն, զինված խմբավորումներ եւ դրանց շրջանակում բոլոր գործողությունները ավտոմատ դարձնում են ոչ իրավական անօրինական բնույթի։ Հիմա արդյոք ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում ստեղծված վարչակազմը ավտոմատ դառնում է ահաբեկչական խումբ թե ոչ, սա է կարևոր հարցադրումը եւ կարևոր է, որ մենք այս խնդիրը կարողանանք հասցնել միջազգային հանրությանը։ Պատասխանը շատ հստակ է ու կարծում եմ պատասխանը տվել է նաեւ միջազգային հանրությունը ոչ։ Նախ ազգերի ինքնորոշման իրավունքը ճանաչված է, անկախությունը ձեռք է բերվում ինքնահռչակման ճանապարհով։ Նույն Կոսովոն նախ ինքնահռչակվել է, հետո ճանաչվել է։ Հայաստանի Հանրապետությունը նախ ինքնահռչակվել է, նոր ճանաչվել է։ Այսինքն ինքնահռչակումը այն անհրաժեշտ պարտադիր տարրն է, առանց որի չի կարող ստեղծվել պետություն։ Հիմա Արցախը ինքնահռչակվել է եւ մենք ունենք միջազգային իրավունքում այլ դեպքեր, երբ տեղի են ունենում ինքնահռչակումներ, բայց Արցախի ինքնահռչակման օրինականությունը գնահատել է նաեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, որովհետեւ կան 4 բանաձևեր, որոնք հատուկ նվիրված են եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը եւ հետաքրքրական է, որ չի ձևավորվել որևէ մտահոգություն անգամ, որ Արցախի անկախության ինքնահռչակումը խախտել է միջազգային իրավունքը։
Եվ այն պարագայում, երբ անվտանգության խորհուրդը ունի կասկածներ, որ ինքնահռչակումը խախտում է միջազգային իրավունքը, չափազանց ազդեցիկ զենք ունի, որը կոչվում է կոլեկտիվ չճանաչում։ Այսինքն ՄԱԿ-ը իրավիճակը քննարկում է անվտանգության խորհուրդը եւ ասում է, ես չեմ կարծում, որ այս տարի ինքնորոշվել է միջազգային իրավունքին համահունչ, ուստի արգելում եմ քաղաքական ճանապարհով պետության ծնունդը, արգելում եմ ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ պետության ճանաչել ինքնահռչակված հանրապետության անկախությունը եւ եթե որևէ մեկը համարձակվի դա անի, միջազգային իրավունքը կխախտի ոչ միայն ինքնահռչակված տարը, այլ նաեւ անկախությունը ճանաչող, այսինքն փակվում է պետության ծնվելու այդ ճանաչման քաղաքական process-ը։ Հիմա Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն, ինչու պետություն չի դառնում։ Հա, դե ֆակտո իրացնում է սուվերենություն, ինքնահռչակման ակտը կա, բայց պետություն չի դառնում, որովհետև ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մատ է թափ տվել եւ նշել է, որ ինքնահռչակումը խախտել է Կիպրոսի տարածքային ամբողջականությունը եւ յուրաքանչյուր ճանաչող պետություն դառնալու է իրավախախտ։ Նմանատիպ գնահատական ոչ միայն չի եղել Արցախի պարագայում, այլ նաեւ հակամարտության լուծումը փոխանցվել է Մինսկի խմբին։ Հիմա այս հարցադրման հետևում հենց դա է կանգնած, որ եթե չի եղել ինքնահռչակման ապօրինություն հաստատող, դատապարտող գործողություն եւ ավելին ստեղծվել է լեգիտիմ մեխանիզմ, որի շրջանակներում հակամարտությունը պետք է ամբողջական լուծում ստանալ, արդյոք դրա շրջանակում կատարվող գործողությունները երբևէ կարող են հանցավոր լինել։ Եթե դրանք հանցավոր են, ուրեմն մենք ունենք հանցագիծներ։ Ցանկացած պետության ներկայացուցիչ, որը բանակցել է Արցախի նախագահների հետ, օրինակ Բակո Սահակյանի հետ, նշանակում է, որ հանցագիծ է։ Մինսկի խումբը, որը լուծումներ է քննարկել եւ փորձել համաձայնեցնել Արցախի վարչակազմի հետ, հանցագործ է։ Ուստի այս հարցադրման ամբողջ Ադրբեջանը ունի ստորագրած փաստաթուղթ, որին մասնակցել է հայկական կողմը, լեռնային կողմը։ Եվ վերջի մենք ունենք նաև օրինական ֆինանսական աջակցություն, որը պետությունների կողմից է ցուցադրվել Արցախին, այսինքն այս պետությունները, Ամերիկայի Միացյալ Նահանգները, այս պետությունները ֆինանսավորել են ահաբեկչություն։ Եվ այո, բովանդակությունը ըստ էության աշխարհին ցուցադրելն է, որ ինքնորոշման իրավունքը չի կարող համարվել հանցագործություն եւ եթե այդպեսին համարվի, ապա պետք է նաեւ մյուս հանցագիծների հայտ բերելուն միտված ջանքեր գործել։ Շնորհակալ եմ Տիկին Մելիքյան, ավելի Ճիշտ ասած լրացուցիչ մեկնաբանություն ուներ Տիկին Սահակյանի ասացի լույսի ներքո, իրականում եթե մենք գտնվեինք նորմալ դատավարության շրջանակներում, բնականաբար շատ տեղային միջնորդություններ, հենց պաշտպանության այն գիծը, որի մասին Տիկին Սահակյանը նշեց, ստանելու համար ու ՀՀԿ նախագահողի անձնական ներկայացուցիչին հրավիրել է, որը որ մանդատ է ունեցել կոնկրետ Մինսկի խմբի շրջանակներում աջակցություն ցուցաբերելու գործընթացին լուծում գտնելու, խաղաղ լուծում գտնելու եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը բանակցելու համար շատ տեղին կլիներ, հենց ցույց տալու, չեզոքացնելու այն մեղադրանքը, ասում եթե լիներ դա նորմալ դատավարություն ու մենք իրոք խոսեինք ապացույցների, հանցակազմի տարերի հիմնավորման եւ այլ հարցերի մասին։ Կարևոր է, քանի որ տենց ավելի պատմական էքսկուրս ունեցանք Մինսկի խմբի եւ բանասին նշեմ, իրականում ազգային ինքնորոշման իրավունքի սկզբունքը դա հիմնարար ՀՀԿ հիմնարար սկզբունքներից մեկն էր ու եթե դուք համեմատեք որոշ դեպքերում համանման համարվող կամ նույն զամբյուղի մեջ դրվող նախկին սովետական միության փլուզումից հետո առաջացած կոնֆլիկտների համատեքստում գործող մեխանիզմների ու դրանց մանդատները, դուք կտեսնեք էական տարբերություն։ Օրինակ, եթե վերցնենք Տրանսնիստրիան, Մեծնեստրի, կոնֆլիկտը, որի շրջանակներում ՀՀԿ-ն էլի մեդիատորը, բանակցողի կարգավիճակ ունի, բայց մանդատը շատ հստակ է, բանակցել մարդու իրավունքների ու ազգերի փոքրամասնությունների
իրավունքների ապահովման, բայց տարածքային ամբողջականության պահպանման որևէ կարգավիճակ Տրանսնիստրիայի համար։ Այսինքն այնտեղ չի քննարկվում ինքնորոշում, ցանկացած այլ լուծում, միանշանակ որևէ լուծում, որը այդ բանակցությունների շրջանակներում պետք է ի հայտ գա, պետք է Մոլդովայի տարածքային ամբողջականությունը պահպանելով լինի, ընդհանրապես իրավունքների ապահովման հարց լինի։ Երբ որ մենք նայում ենք Լեռնային Ղարաբաղի շրջանակներում ԵՀԿ ստանձնած մանդատը, որը ճանաչվել է եւ ՄԱԿ-ի կողմից եւ Եվրոպայի խորհրդից, որտեղ բոլորը ասել են, որ բանակցողը, այս կոնֆլիկտի բանակցողը ու այն շրջանակը, որը պետք է առաջ տարվի, դա այդ ԵՀԿ-ում պայմանավորված շրջանակն է, ըստ էության խոսել է եւ ազգերի ինքնորոշման իրավունքի ապահովման, սկզբունքի ապահովման մասին եւ մնացածի հավասարապես։ Այսինքն այստեղ ազատ էին բանակցողները եւ կողմերը ներգրաված բանակցելու, որոշելու եւ ինչ-որ լուծում ստանալու։ Այսինքն այդ տեսանկյունից հանցակազմի չեզոքացան համատեքստում իհարկե շատ կարեւոր կլներ հասկանալու ԵՀԿ-ն ինչ էր բանակցում ու արդյոք այդ իրավաչափ էին գործողությունները թե ոչ։